Հասան խան եղել է, օրեգե շատ ավիրվածություն է երել իստեղ ինչ-որ, բայց լավ չի դեմ էդ բանը։ Շատերը խառնել են իրար, որտեղ ես դասակրկերում եմ հանդիպել խառնագությանը, ուրեմն թուրքական ծագումով խաներն էին, որոնք պարսկական շահի հրամանով ֆերմաններով Երևանի խանությունը գլխավորում էին, դառնում էին Երևանի խաներ։ Ուրեմն 26-28 թվի 1426-1428 թվի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ խանը, Երևանի խանը, որ նաև Սարդար էր կոչվում, այսինքն անդրկովկասյան պարսկական ուժերի ընդհանուր հրամանատար, Հուսեյնն էր, ոչ թե Հասան, այլ Հուսեյնը։ Հասանը նրա եղբայրն էր, որը նաև Երևանի Բերդի պարետն էր։ Հա, ճիշտ է։ Այդ վայրագությունները, որ արել է, Հուսեյն խանն է արել։ Այդ որ եկել են ստեղ Եվ Շիրակում, եւ Փամբագում, եւ Լոռիում հարյուրավոր հայկական գյուղեր է գրավել։ Այս Բայանդուրում լավ մորթ է եղել ինչ-որ, չէ, ես լավ չիտեմ, բայց Բայանդուր, Ազադան այդ կողմերը էլի։ Փամբագը։ Չէ, Բայանդուր ու Ազադան այդ կողմը, այդ Հուսեյն խանը։ Ընդհանրապես Շիրակը։ Հա։ Շիրակը վերագրաված են եղել։ Հա։ Փամբագը բանը վերագրաված են եղել, նույնիսկ մտել են Լոռի։ Հա։ Այդ 26 թվին, չէ։ Հա, 26-28 թվի թուրքական ռուս-պարսկական պատերազմի սկզբնական շրջանում էր դա։ Հա։ Ռուսները հələ լավ կա բան չեն ունեցել այստեղ, գարնիզոն, նրանք էլ օգտվել են։ Նահանջեցին, ռուսները նահանջեցին ուղղակի։